Աշխարհի ամենահարուստ մարդը եկավ, կառավարման արդյունավետությունը բարձրացրեց, փակեց մի շարք հիմնադրամներ, այժմ էլ վերադառնում է բիզնես գործունեությանը։ Եթե դեռ չեք կռահել, խոսքը բիզնեսմեն Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկի մասին է։ Ու այո, նա թողնում է աթոռը։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ իր միջնորդությամբ փակված կամ կրճատված ծրագրերը վերականգնվելու են։ Համենայն դեպս այս պահին չկա այդպիսի որոշում։ Մասկին բախտ վիճակվեց պետական համակարգում լինել մոտ 3 ամիս։ Դոնալդ Թրամփն իր շրջապատին, այդ թվում վարչակազմին, տեղեկացրել է, որ Իլոն Մասկը մոտակա շաբաթների ընթացքում կլքի պաշտոնը։ Սակայն սա ամենևին չի նշանակում, թե Թրամփը նրան վատ աշխատանքի համար է հեռացնում։ Հակառակը, շատ գոհ ու երախտապարտ է, բայց միասին որոշել են, որ Մասկը վերադառնա բիզնես գործունեությանը։ Ու այնպես չէ, որ սա նորություն է։ Թրամփն այս մասին ասել էր, երբ դեռ նոր էր այս պաշտոնում վստահում Մասկին։ Կարծում եմ, որ Մասկը հիանալի ղեկավար է, բայց նաև կարծում եմ, որ նա մեծ ընկերություն ունի։ Ինչ որ ժամանակ անց նա պետք է վերադառնա իր ընկերություն կառավարման համար։ Ես կպահեմ նրան այնքան ժամանակ, որքան կկարողանամ։ Մասկը շատ տաղանդավոր տղա է։ Թեպետ Թրամփը շնորհակալ է Մասկին, բայց ներքին շրջանակները բողոքել են։ Ավելին, հիասթափվել են նրա անկանխատեսելիությունից ու միլիարդատիրոջը ինչ որտեղ դիտարկել են որպես քաղաքական բեռ։ Այդուամենայնիվ շշուկներ են պտտվում, որ Մասկը հավանաբար կպահպանի ոչ պաշտոնական խորհրդականի դերը եւ կշարունակի լինել Սպիտակ տան տարածքում ժամանակ առ ժամանակ երևացող դեմք։ Բայց այդ նույն շշուկների համաձայն Մասկն ամբողջությամբ կանհետանա Թրամփի պաշտոնական կյանքից, քանի որ մոլորեցնում է Թրամփին։ Ինչ էլ որ խոսեն Մասկի միակ հստակությունը փոփոխությունն ու անկառավարելիությունն է։ Նրա բնավորության առանձնահատկության մասին հայրն է պատմում։ Ես դեռ 20 տարի առաջ ասում էի մարդկանց, որ նա չի կանգնելու, մինչև չդառնա առաջինը։ Նա սովորել է աշխատել բնակչության 1%-ի կամ ավելի փոքր խմբի հետ, իսկ քաղաքականության մեջ այդպես չի կարելի։ Գիտեք, փոքր ժամանակ նա շատ լավ տղա էր, շատ հնազանդ, բայց եթե ինչ-որ բան էր ուզում, չէր հանգստանում, մինչև չէր հասնում դրան, բայց ընդհանուր առմամբ նա իդեալական երեխա էր։ Հայրը երբեք չի էլ կանխատեսել, որ իր որդին մի օր աշխարհի կառավարիչներից մեկն է դառնալու, բայց Էրոլը դա առաջին անգամ տեսավ 25 տարի առաջ։ Իսկ երբ ընտրվեց իրենց քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, որդին արդեն միլիոնատեր էր։ Մի օր մարդիկ մոտեցան ինձ եւ ասացին. «Գիտես, որ քո որդու կարողությունը հիմա $672 միլիոն է։ Ես դեռ 20 տարի առաջ ասում էի, որ նա չի կանգնի, մինչև չդառնա առաջինը։ Այսինքն ես սպասում էի, որ նա կհասնի դրան»։ Մասկի քույրերը հորը մշտապես ասել են, որ առանց նրա աջակցության նրանցից ոչ մեկը ոչնչի չէր հասնի։ Տղաները չեն կիսել այդ կարծիքը, բայց միևնույն է հայրը կարծում է, որ ակտիվ դեր է ունեցել երեխաների կյանքում։ Թեպետ մի անգամ Իլոն Մասկն ասել է, որ իր հայրը սարսափելի մարդ է։ Եվս մի քանի հետաքրքիր փաստ նրանց ընտանիքի մասին։ Իլոն Մասկի հայրը կհպարտանա որդով, եթե իմանա, որ նա ներել է մեկին, ով իրեն ցավ է պատճառել, կամ հաշտվել է ինչ-որ մեկի հետ։ Դեռ փոքրուց որդի Մասկը ասել է այն, ինչ ուզել է։ Հորդորները, որ չվիրավորի տարեցներին, նրանց ապուշ չանվանի, ազդեցություն չեն ունեցել։ Նրանց ընտանիքը հիանում է Պուտինով որպես տղամարդ։ Իլոն Մասկը ամաչկոտ է։ Նա հարմարավետ չի զգում հանրության առջև, հենց դրա համար էլ երբեմն տարօրինակ ժեստեր է անում հանրային ելույթների ժամանակ։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։